Ինչ է ուզում ասել, իմ գնահատականը ասեմ, այս գործը սկսել է նրանով, ես առաջի կալանավորված հոգևորականն եմ, առաջի, սկսել է ինձանով, բայց որպեսզի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ, և հովանավորված են եկեղեցու կողմից, սա է եղել պատճառ, հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ Սրբազանը եւ այսօր էլ վարույթ են հարուցել Վեհապար Հայրապետի դեմ։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենավաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնել մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա, այո կա, եւ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի։ Ես ուղղակի պահանջում եմ, որ իրենք մի կողմ թողնեն, բոլոր անկեղծ, պարզ մտքով, գործը իր էությամբ դետալով ասեն, որ սա այս է, եթե հրանք չունեն, ես ողջամիտ կասկածում եմ, որ հրանք կա, եւ ավելին կա, այո կա, մինչեւ այսօր ոչ մի հարցի պատասխան չեն տվել, պաշտոնյաները, ոչ էլ ցավոք սրտի այս դատարանում մեղադրողները։